Տիկին ասացեք, խնդրեմ, թե ինչ ճանապարհ եք անցել մասնագիտական եւ ես գիտեմ, որ այդ ճանապարհը խրթին է եղել եւ չի եղել հայրենիքում կամ սկսել է հայրենիքում եւ շարունակվել արտերկրում։ Մենք 90-ականներին հայտնվեցինք Հոլանդիայում։ Ապրեցինք այնտեղ մի 5 տարի պետք էր, որ մենք ինտեգրվեինք, քանի որ ես տեղի բուժքույրական դիպլոմ ունեի, առաջի բժշկական ուսումնարանն էի ավարտել, դիպլոմս լավ գործեց այնտեղ, միջև գնահատեցինք, միջև ես ինտեգրվեցի առողջապահության ոլորտում, ինչ շատ մեծ ձեռք պարզեց հոլանդական պետությունը, որ զգաց, որ ես առաջ գնացող եմ, իրանք էլ զգացին, որ պետք է ձեռք պարզեն, քաղաքապետարանից օգնություններ ստացանք, որպեսզի ես ավելի առաջ գնամ իմ կրթության մեջ, որպեսզի իմ դիպլոմը այդքան ցածր չլիներ, ավելի գործեր առողջապահության ոլորտում, որպես օտար երկրացի։ Ահագին դժվարություններ քաշեցի, կամավորական շատ աշխատանքներով արեցի, որպեսզի դու քեզ ցույց տաս, ներկայացնես, թե ով ես, շատ պետք է չարչարվես։ Եվ հաջողություն ստացա 2002 թվականից արդեն աշխատավարձով մտնել առողջապահությունում որպես բուժքույր աշխատանքի։ Քանի տարի տևեց այդ հատվածը, երբ որ դուք սկսեցիք վերապատրաստվել, ավճար աշխատել որպես կամավոր եւ արդեն հնարավորություն ստացաք լիարժեք աշխատել։ Քանի տարի էր։ 8 տարի։ 8 տարի պետք է պատրաստվի։ Այո, որովհետև հենց ես հայտնվեցի Հոլանդիայում, մի ամիս հետո ծնվեց իմ երկրորդ զավակը։ Համ մանր են երեխաները, համ սովորել էր պետք, համ լեզուն, բացի լեզուն մասնագիտական լեզու, հետո պետք է արդեն ստաժներ անես, ավելի խորը ուսումնասիրես։ Մենք գիտենք, թե ինչ բարձր մակարդակի վրա է հոլանդական առողջապահությունը ու իրանց պահանջները շատ բարձր են։ Դու պետք է այդ նիվոյին համապատասխանես, որ թույլ տան մտնես ներս։ Ես արեցի դա եւ ուրախ եմ։ 2002 թվականից սկսեցի իմ կարիերան։ Աշխատեցի օրնի բուն, շատ չարչարանքներ էր պետք, որպեսզի դու հաղթահարես իրենց արագությունը, շատ տեմպո է այնտեղ, չես կարող դանդաղ շարժվել, այդ տեմպին պետք է արագությանը հաղթահարես, որ թիմից հետ չմնաս։ Ես շատ վատ կզգայի, որ հանկարծ թիմը ինչ-որ մի բան գիտեր, ես դրանից հետ մնայի ու հաջորդ խոսակցությանը ինչ-որ մի բան ինձ կաշկանդեր, դրա համար բլոկնոտն ու թուղթ ու գրիչը միշտ գրպանում ես մանե մեկ է, որպեսզի հասցնեմ բառեր գրեմ, չմոռանամ, միշտ հիշեմ խոսակցության ժամանակ ես ինքս ինձ պրեզենտացիա անեմ, որ ես որպես հայ կին աշխատող հետ չեմ իրենց համար առաջի լեզու, բայց իմ համար երկրորդ լեզվով մասնագիտությունից հաղթահարեցինք։ Տիկին Մխիթարյան, ինչպես եղավ մուտքը տարեցների ոլորտ, որովհետև այս ոլորտը դժվար ոլորտ է, գայթակղիչներից չէ։ Ինչպես որպես բուժքույր վերապատրաստվեցիք, մասնագիտացաք այս ոլորտում։ Այս ոլորտը, ասեմ ձեզ, շատ տխուր աշխատանքի ոլորտ է։ Հավես, որ ասես ընդեղ ոչինչ չկա, որ դու զգաս, բացի քո լիարժեք զգացմունքից, որ դու աշխատում ես քո համար, առաջի հերթին։ Ինձ մի հատ խելացի մարդ խորհուրդ տվեց, ասեց, եթե ուզում ես քո կոշիկների մեջ դու պինդ կանգնես այս առողջապահության մեջ, որպեսզի դու վստահ առաջ գնաս, սկսի տարեցների խնամքի եւ բուժման կենտրոններից։ Նոր հետո կտեղափոխվեց հիվանդանոցներ որպես բուժքույր։ Ես լսեցի, աշխատանքի ժամանակ զգացի, որ իհարկե ես կապ ունեմ, արդեն ոնց որ կապ է ստեղծվում քո եւ հիվանդի մեջ։ Եթե աշխատեմ հիվանդանոցում, 3-4 օրից հետո հիվանդը դուրս է գրվում, բայց տարեցների հետ դու կապվում ես, դու հարազատանում ես, մինչև իրանց կյանքի վերջ դու իրանց հետ անցկացնում ես իրենց վերջի կանգառը։ Ու դա մի ուրիշ զգացմունք է, որ ամեն մարդու մոտ տարբեր ձև է դա կառուցվել, ինձ թվում է բնությունից եմ ես ստացել դա, որ հոգեկան բավարարության մասին եք խոսում, հա։ Ես չեմ կարող տուն գնալ իմ աշխատանքի տեղից, եթե ինչ-որ մի բան թերի է եղել, ես պետք է միջև վերջ լիարժեք կատարեմ, նոր գնամ։ Ինձ դրա համար ոչ ոք ոչինչ չի ասի, բայց ես ինձ կնախատեմ։ Ոչ էլ հավելյալ կվարձատրեն։ Ոչ էլ հավելյալ կվարձատրեն, բայց պետք է ես վստահ գնամ, որ օրս շարունակեմ ուրախ
Ինձ համար շատ կարևոր է տան մթնոլորտը շարունակվի աշխատանքի լավ ուրախ մթնոլորտից հետո, բայց ասեմ այդ գործը շատ դժվար, էմոցիոնալ, էներգիա ծախսող, էներգիա չստացող, պատասխանատու, հետո կյանքից դու շատ բաներից հեռու ես մնում, հետ ես մնում, քանի որ նվիրվում ես դու մեծահասակներին, շատ հաճույքներից հեռու ես մնում։ Այս առումով հետաքրքիր է, որ այն դուք անում եք այդ ամենը, այդ մարդիկ այսպես ասած ձեզ շնորհակալ լինելու, երախտագիտության պատասխանելու հնարավորություն չունեն, եւ կյանքը ձեզ արդյոք ձեր տվածի դիմաց հատուցել է, ինչ եք կարծում։ Այն ժամանակ, երբ որ ես աշխատում էի, ես դե ուշ անցա հոլանդական օրենքներով աշխատանքի, որովհետև երեխաները պետք է մի քիչ մեծանային, նոր անցնեի, ինտեգրվելու ժամանակ կար։ Ես հենց աշխատեցի 35 տարեկանում, ես ստանում էի 18 տարեկանի հոլանդական աշխատողի աշխատավարձ։ Ես այդ աշխատավարձով կարող էի գնալ սուպերմարկետում, կասայի հետևը կանգնել եւ աշխատել հանգիստ նույն աշխատավարձը ստանալ, որովհետև տարիքային բալանս կա այնտեղ, հետո աշխատանքային փորձ կա աշխատավարձի հետ կապված, բայց ես ինքս ընտրեցի, որպեսզի ես ինձ ճանաչեմ։ Տիկին Ալա, դուք արդեն խոսեցիք, որ տարեկան հաճախ մասնակցում եք վերապատրաստումների, այսինքն դուք նաև օրինակ եք ցկյանս ուսումնառության։ Ես գիտեմ, որ դուք Հայաստանն էլ, երբ որ եկել եք, հիմա Հայաստանում եք, նույնպես դասընթացների մասնակցում եք, ի՞նչն է խթանը նաև բացի պարտադիր վերապատրաստումների ինքներդ էլ, երբ որ փորձում եք, ի՞նչն է ձեզ ոգևորում դա անել։ Ժամանակ ունեք շատ, արդեն մասնագիտացել եք, արդեն ձեր բիզնեսն ունեք, կլինիկան ունեք, ինչու եք կրկին վերապատրաստվում։ Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ պետք է կյանքը շատ արագ առաջ է գնում։ Ես երիտասարդներին էլ եմ շատ տեղ տալիս իմ կյանքում։ Ամեն մարդու հետ շփումից ես ինչ-որ մի բան վերցնում եմ։ Թեկուզ վատ մարդու հետ շփվելուց ես նորից ինչ-որ մի բան իմ մեջ փոխում եմ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե տարբեր երկրներում ինչ պրոտոկոլներ կան, խոսքի ես գիտեմ հոլանդականում ինչ կա, ես շատ արագ վերապատրաստված եմ ու շարունակում եմ այնտեղ, բայց Հայաստանում կուզեի իմանալ ինչպես է պրոտոկոլները, ինչպես են հիվանդի հետ վարվում, խոսքի ինչ դե մենք այն ժամանակ որ գնացել եմ շատ հին պրոտոկոլներ էին, բայց քանի որ վերապատրաստվել եմ արդեն Հոլանդիայում, ինձ համար շատ հետաքրքիր է թե Հայաստանում ինչպես են վերաբերվում ու չեր զիջում եվրոպականին։ Ես շատ գիտեք ոնց հիացած էի այդ բուժքույրներով, ովքեր որ բացատրում էին թե ինչպես պետք է ամեն ինչ անեն, նրանք շատ իրանց գործի վարպետն էին ու այնքան հանգիստ եմ զգում ինձ, որ ավելի շատ բան եմ տեսնում, ավելի շատ բան եմ զգում։ Ես գիտեմ, որ հիվանդները այստեղ արդեն լրիվ կատարելագործված բարձրակարգ սպասարկումը կա, միջոցները պիտի որ պետությունը տրամադրի։ Ունենք պրոֆեսիոնալներ։ Դա ինձ տվեց հանգստություն, ես ուղղակի իրանց հետ շփվելուց հաճույք ստացա, համել սիրում եմ մարդկանց հետ շփվել։